Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Այսօր սիրով մեր հոգու պարտքը պետք է կատարենք եւ ներկայացնենք ժամանակին ամենաժողովրդական պատմաբանի համբավ եւ հռչակ վայելած մեր հայրենակցին, ում գրքերով հայրենասիրական դաստիարակություն են ստացել մի քանի սերունդներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Լեոին Առաքել Բաբախանյանին։ Մեր հաղորդման հյուրն է Երևանի Պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը։ Բարի գալուց, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Լեոյի կյանքի եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Նշանավոր գրող, հրապարակախոս, պատմաբան Լեոն Առաքել Բաբախանյանը ծնվել է 1860 թվականի ապրիլի 14-ին Արցախի պատմական մայրաքաղաք Շուշիում։ 1878 թվականին ավարտել է Շուշիի քաղաքային դպրոցը։ Բազմանդամ ընտանիքի նյութական ծանր վիճակը հնարավորություն չի տվել բարձրագույն կրթություն ստանալ։ Շուշիում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ։ 1889 թվականին գրական վաստակի առաջին գնահատողը եղել է Ղազարոս Աղայանը։ 1895-ից 1906 թվականներին Թիֆլիսում հրատարակվող Մշակ թերթի մշտական աշխատակիցն էր եւ քարտուղարը։ 1906-ից 907 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել Թիֆլիս եւ նվիրվել գիտական աշխատանքի։ 1908 եւ 1910 թվականներին Թիֆլիսում Կովկասի հայ գրողների ընկերության նախագահ Հովհաննես Թումանյանի ջանքերով մեծ շուկով նշվել է Լեոյի գրական գործունեությամբ 25 եւ տննդյան 50 ամյակները։ Ջիվանին հանդես է եկել Մեծ սար անգին գոհար Լեոյին ելույթով։ 1924 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Թիֆլիսից հայրենադարձվել է, դասավանդել Երևանի Պետական համալսարանում եւ Հակոբ Մանանդյանի հետ դարձել բուհական առաջին դասագրքի հեղինակ։ 1925 թվականին շնորհվել է պրոֆեսորի կոչում, դարձել ՀԽՍՀ Գիտության եւ Արվեստի ինստիտուտի իսկական անդամ։ Մահացել է 1932 թվականի նոյեմբերի 14-ին, թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում։ Լեոյի անունով Երևանում կոչվել են փողոց եւ թիվ 65 դպրոցը, որտեղ գործում է սրահ-թանգարան։ Շուրջ 10 պարբերականում հանդես է եկել գրաքննադատական եւ հրապարակախոսական հարյուրավոր հոդվածներով։ Հեղինակ է գեղարվեստական եւ գրականագիտական երկերի, ավելի քան 20 պատմագիտական արժեքավոր աշխատությունների, որոնք վերաբերում են Վանի թագավորության, Երևանի ու Ղարաբաղի դպրոցների, տպագրության, վաճառականության, ազգային ազատագրական պայքարի եւ եկեղեցու պատմությանը, Գրիգոր Արծրունու, Ստեփանոս Նազարյանի եւ քաղաքական կուսակցությունների գործունեությանը, հայկական հարցին։ Բացառիկ նշանակություն ունի հայոց պատմություն եռահատոր մենագրությունը, որտեղ ներկայացրել է հայոց պատմությունը նախապատմական ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը։ Երկերի հիմնական մասը հրատարակվել է 9 հատորով։ Երկերի մի մասը դեռևս անտիպ է։ Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականին թողարկվել է նամականիշ։ Պարոն Հովհաննիսյան, ինչ խոսք, Լեոն մեր հայագիտության երախտավորներից է եւ ավելի քան 50 տարի նա իր նշանակալից ավանդն է ունեցել որպես գրող, հրապարակախոս, սակայն մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին առավել եւս հայտնի է որպես պատմաբան։ Եվ այդ առումով նրա վաստակը նույնպես անուրանալի է որպես մեր պատմության թե ուսումնասիրող եւ թե հատկապես որպես մասսայականացնող։ Ձեր ընդհանուր գնահատականը խնդրում եմ տաք։ Նախ ասեմ, որ չափազանց ճիշտ եք, որ այսպիսի հաղորդում եք նվիրում Լեոյին, որովհետև իրոք անցյալի մեր մշակույթի ոչ միայն պատմագիտության, այլ նաև գրականագիտության, գեղարվեստական գրականության, հրապարակախոսության բնագավառների մեր մեծերից մեկն է եղել։ Լեոն չափազանց հարգված եւ սիրված անուն է հայ իրականության մեջ, այն հայ իրականությունը, որ ընթերցում էր, այն հայ իրականությունը, որ շատ ավելի ինտելեկտուալ էր, եւ բազում սերունդներ դաստիարակվել են Լեոյի հայոց պատմության հատորներով։ Լեոն միայն պատմաբան չի։ Լեոն մի երևույթ է, որը չափազանց մեծ հետևողականությամբ ժողովրդականացրել է հայոց պատմությունը։ Լեոյի հմայքը, նրա թերը
հայ պատմագիտության զարգացման բնագավառում, Լևոն որպես գրող, բոլոր դեպքերում անցյալի մեր մտավոր մշակույթի հայ իրականության մեջ շատ կրկնվող, չափազանց կրկնվող մի անուն էր։ Դիպուկ նկատեցիք երևույթ էր իրոք Լեոն մեր հայ իրականության մեջ։ Շատ բարդ, նաև հակասական, նաև կարող եմ ասել առայժմ շատ կողմերով չհասկացված մի երևույթ է Լեոն։ Լեոյի անդրադառնալիս նախ եւ առաջ ես որպես պատմաբանի, որ Լեոյի հատորներով եմ սովորել նաև եւ իմ ուսումնառությունն անցկացրել Երևանի Պետական Համալսարանում, գնահատելի է նախ որպես պատմաբան։ Դրա համար խոսենք նրան որպես պատմաբան մեր հայրենակիցներին ներկայացնենք, մոռանալով նաև թե ինչ էր Լեոն մյուս բնակավարներում։ Ձեր խոսքը մինչև հաջորդ հարցին անդրադառնալը կցանկանայի Ավետիք Իսահակյանի մեր վարպետի գնահատական ասել Լեոյի մասին։ Իսահակյանը ասում էր. «Մարդու հետաքրքիր օրինակ է Լեոն։ Հազիվ թե այդպիսի երկրորդը գտնվի մեր մեջ, որի հետաքրքրությունների ոլորտը սահման չի ունեցել»։ Իսկապես դիպուկ եւ հստակ գնահատական։ Դուք աշխատություններից խոսեցիք որպես պատմաբան, ինչ Լեոյի բոլոր գրքերից, աշխատություններից առանձնանում է եւ բացառիկ տեղ է գրավում նրա հայոց պատմություն, կոթողային այդ երրահատոր աշխատությունը եւ կարծեմ նա 5 հատորով էր նախատեսել ծրագրեր գրել, կիսատ մնաց, կարծեմ նաեւ 4 հատոր անտիպետ դեռևս մնաց է եւ այդ առումով իր սերնդի 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկզբի պատմաբանների մեջ է Լեոն առանձնացավ նրանով, որ կարողացավ այդ բոլոր դժվարությունները հաղթահարել եւ ներկայացնել մեր ժողովրդի վաղնջական շրջանից մինչև 18-րդ դարը եղած պատմությունը։ Գիտեք, խոսել Լեոյի հայոց պատմության մասին, նախընթացի մասին երկու խոսք ասել, դա ճիշտ չի լինի։ Ցանկանայի շեշտել, որ Լեոն նախ եւ առաջ մինչև պատմագիտության զբաղվելը նա գրող էր, գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ էր։ Ընդ որում առաջին անգամ 1884 թվականին Ֆրիդրիխ Շպիլգենի մեկը զինվոր չէ դաշտում վեպի շատ ճանաչված վեպ է, շատ կարդացված վեպ է եւ թարգմանությունը նաեւ կա հայերենում, այդ վեպի հերոսի Լեոյի անով է ինքը վերցրել որպես իրեն կեղծանուն, հա, թե մենք բոլորս գիտենք, որ Առաքել Բաբախանյանն է։ Բայց հայտնի է որպես Լեո։ Այո, շատ քչերը գիտեն որպես Առաքել Բաբախանյան։ Այս վեպի հերոսի անունով է ինքը կոչվել։ Եվ իր ստեղծագործությունները գեղարվեստական, իր գրողական, իր աշխարհայացքային, փիլիսոփայության ամբողջ դաստիարակությունը նա ստացել է Ռաֆիից։ Ռաֆին է նրա իսկական գաղափարական ուսուցիչը եւ ուղեցույցը։ Եվ Լեոյի մասին խոսելիս մենք պետք է խստագույնս տարբերակենք Լեոն որպես գրող 19-րդ դարի վերջին նա վճռական շրջադարձ կատարեց դեպի պատմագիտությունը եւ Լեոն որպես պատմաբան։ Իհարկե պատմագիտական ստեղծագործություններ են բազմաթիվ ու բազմազան եւ այստեղ էլ պետք է մենք առանձին շրջաններ նշանակենք, բայց այդ ստեղծագործությունների մեջ ամենանշանավորը իրոք ձեր ասած հայոց պատմությունն է։ Գիտեք, Լեոն այն եզակի հայ պատմաբաններից է եւ առաջինն էր այդ ուղղությամբ, որ չփորձեց միանգամից անցնել հայոց պատմության ամբողջական շրջանների մշակմանը։ Ինքը դրվագ առ դրվագ սկսեց մշակել առանձին մենագրական ուսումնասիրություններ հատարակելով, այն իմաստով, որ այդ մասերը, այդ առանձին հատվածները հետո կարող են դառնալ ամբողջություն, եթե դրանք միավորվեն։ Երկրորդ իմաստով ասեմ նաև, որ երկրորդ առումով ասեմ նաև, որ Լեոն մեզանում էլի հայ պատմագիտության մեջ առաջինն է, որ ուսումնասիրության առարկա դարձեց անհատին, մարդուն, նրա գործը, ցույց տալով, որ մարդը, ինչպես ասում է ժամանակին, տիեզերքի կենտրոնն է, եւ մարդը ինքը նաեւ պատմության կենտրոնն է, պատմության կերտողն է։ Առանձին չափազանցություններով իհարկե դա իրավացի էր։
Դա էր պատճառը, որ Լեոն 19-րդ դարի վերջերի, 20-րդ դարի սկզբների հայ իրականության, ընդհանրապես 19-րդ դարի իրականության մեր մեծագույն դեմքերին դարձեց ուսումնասիրության առարկա։ Նա սովորեցրեց հայ պատմաբաններին, որ ընդհանուր տարածական խնդիրներից առանձին հարցեր խորապես ուսումնասիրելով կնպաստի ամբողջական հարցերի ուսումնասիրությանը։ Այսինքն թե ժողովրդական զանգվածներին ժողովրդին ներկայացրեց որպես պատմության գործողանց, եւ թե նաեւ ձեր նշած անհատներ։ Եվ հետաքրքիր է ինքը անհատներին նվիրված ինչ ուսումնասիրություն հրապարակեց։ Իր օրերի ամենատարածված անուններից մեկը Գրիգոր Արզունին էր։ Գրիգոր Արզունուն նվիրված հատորները դա նաեւ հայ մշակույթի պատմությունն է, դա նաեւ մշակի պատմությունն է, որի հրապարակախոսությանն էր։ Այնուհետև Ստեփանոս Նազարյանցի նվիրված հատորները։ Ստեփանոս Նազարյանցը 19-րդ դարի ամենաերևելի հայերից մեկն էր։ Նա հատուկ մենագրական ուսումնասիրություն նվիրեց Հովսեփ Արգուտյանին, որը մեր եկեղեցու պատմության նշանավոր դեմքերից մեկն է եւ պատմության ընդհանրապես, որը նշաբանը կաթողիկոս առաջադրված, բայց չոզված մեր պատմության եզակի հետաքրքիր դեմքերից մեկն է։ Հետո նա շատ հետաքրքիր ուսումնասիրություն նվիրեց ճիշտ է ոչ հայոց պատմության մեծերից, այլ համաշխարհային Անգլիայի ամենախոշոր պետական քաղաքական գործիչից Գրաստոնի մենագրական մի ուսումնասիրություն, իսկ դուք գիտեք, Գրաստոնը շատ թելերով կապված էր հայկական հարցի հետ, եւ այդ Գրաստոնի միջոցով է, որ նա փորձում է ներկայացնել նաեւ հայկական հարցի ժամանակներում։ Այնտեղ մենագրական այնպիսի փոքրիկ ուսումնասիրություններ, ինչպիսիք են Վանի թագավորությունը, Վարդանանք, եւ ահա այս աշխատանքները ավարտելուց հետո է կամ շարունակելով այդ աշխատանքները, այդ բնակավարում աշխատանքները Լեոն ձեռնամուխ եղավ հայոց պատմության ստեղծմանը։ Գիտեք, Լեոն շատ մեծ աշխատանք պիտի տաներ։ Չմոռանանք, որ ինքը չի ունեցել պատմաբանի այսպես պրոֆեսիոնալ կրթություն։ Այդ առումով նաև մեր եզակի անվանի պատմաբանն է, ով բարձրագույն կրթություն չի ունեցել։ Այո, նրա կրթությունը սահմանափակվում է Շուշիի եւ թեմական դպրոցը եւ առևտրական դպրոցը, որին կավարտեց, եւ ֆանտաստիկ աշխատասիրությունը, մեծ հետաքրքրասիրությունը, ինքնակրթությունը, համառորեն իր ցկտումը լեզուներ սովորելու եւ ծանոթանալու համաշխարհային պատմագիտական, երբ ես նայում եմ բաներին, մենագրություն, երբ նայում եմ նրա աշխատությունների անվանացանկին, տողատակին, ապա տեսնում եմ մի զարմանալի շատ երևույթ Լեոյի նկատի ունեմ նրա կրթական մակարդակի, նրա ժամանակների ամենալավագույն պատմագիտական աշխատությունների օգտագործման նրա հմտությունը։ Այսինքն զարմանալի է, որ նման աշխատությունների հեղինակը ամենևին էլ բարձրագույն կրթություն չի ունեցել։ Այո, եւ նա փորձել է լավագույն համաշխարհային պատմագիտության մեջ անուն ունեցող հեղինակների եւ ոչ միայն անուն, այլ կապիտալ մենագրությունների օգտագործմամբ ցույց տալ հայ ժողովրդի դերը համաշխարհային պատմության մեջ եւ ասեմ նրան դա հաջողվել է։ Ընդ որում բազմալեզու գրականությունը ճիշտ է, հիմնական շեշտադրումը գերմաներենին է գրում, գերմաներեն լեզվով, նաեւ ֆրանսերենով, անգլերենով։ Մի խոսքով մի զարմանալի երևույթ է այս անձնավորությունը։ Կարող ենք համարել աշխատասիրության, նպատակասլացության տիպար երբևիցե այսպիսի մի երևույթ համարձակորեն եմ ասում, մեր իրականությունը չի տեսել, չի ճանաչել։ Եվ ահա Լեոն որոշում է գրել հայոց պատմությունը։ Մինչև Լեոն կար հայոց պատմություն մշակված թե ոչ։ Պիտի այստեղ շեշտեմ մեծն Միքայել Չամչյանի դերը, որը 18-ի վերջերին 1784-85-86 թվականներին 3 տարվա ընթացքում հրապարակեց հաջորդի ամբողջական պատմությունը։ Բայց դրանից հետո շուրջ 150 տարի անցել էր եւ չկար այլևս երկրորդ պատմություն։ Ինչ աշխատանքներ կատարվել են, նկատի ունեմ օրինակ Պալասանյանի Էժմիածնիկ Գևորգյան ճեմարանում աշխատելու տարիներին ստեղծված, բայց դրանք գիտեք շատ մագերեսային բառը ճիշտ չի, շատ համառոդված է,
Կարող ենք ասել, որ հիանալի մի աշխատանք կարող է լինել Անտոն Կարագաշյանի քննական պատմությունը, սակայն նա կանգ առավ 5-րդ տարի վրա եւ չշարունակվեց այդ Այսինքն այդ աշխատանքը։ առումով Չամչյանից հետո երկրորդը Այո, հենց, բայց ավելի լայն ընդգրկման եւ ավելի առաջադիմական աշխարհայացքով Լեոն այո ծրագրել էր գրել հայոց ամբողջական պատմությունը եւ ծրագրել էր, ինչպես դուք ճիշտ նկատեցիք, հնագույն ժամանակներից, Լեոն շատ լավ գիտի հնագիտական նյութը, այն նյութը, որը հրապարակված է, եւ առաջին անգամ օգտագործում էինք այդ նյութը հայոց պատմության այն ոչ գրավոր շրջանների համար, որը կարելի է գրել մենակ հնագիտությունը գիտենալով, ազգագրական նյութը, որ ինքը խոսեցնում է, եւ իր ծրագրի համաձայն պետք է ամբողջական հայոց պատմությունը հաջորդի կազմավորման շրջանից, քարեդարից ավելի շուտ, ոչ թե հաջորդի պատմության հայերի կազմավորումից, մինչև իր օրերը 5 հատորով դա ամփոփելու։ Շատ լայն իրեն հատուկ աշխատասիրությամբ, իրեն հատուկ ինտելեկտով ինքը ձեռնամուխ եղավ այդ հատորների ստեղծմանը։ Ասեմ, որ հատորները նա հիմնականում գրեց մինչև 1920 թվականը։ Առաջին հատորը արդեն 16 թվականներ վերջացել, 1917 թվականին իր բարեկամներից մեկի ֆինանսական օժանդակությամբ ինքը այն հրատարակեց։ Հատորը թե բարդ ժամանակ էր, հիշեք 1917 թվականը, ինչպիսի հոգսեր կային։ Մերմ ասած խառը ժամանակներ Այո, ինչպիսի ընդունելության արժանացավ, ինչպիսի մի հիացմունք առաջացրեց։ Գիտեք, Լեոյի ուժը մեր ոչ մի պատմաբան չի ունեցել, որպես գրող ինքը պատմությունն է շարադրում, գեղարվեստական, նաև մտածողությամբ պատմական իրադարձությունները շարադրելը։ Այդ առումով պարոն Հովհաննիսյան, նաև բարեբախտություն չէր, որ Լեոն պատմաբան լինելուց զատ կամ մինչև այդ գրող էր։ Ահա, երբեմն նրա գրող լինելու հանգամանքը նրան երբեմն տուժում է պատմությունը, բայց Լեոն պարագայում օգտակար եղավ։ Այո, բայց մեր ժողովուրդը նրա պատմությամբ սովորեց պատմություն, նրա պատմությամբ սիրեց, եւ ոչ թե Չամչյանի հատորներով, որը շատերը չէին հասկանում, եւ ոչ էլ Կարագաշյանի բարդ կամ Ալիշյանի ստեղծագործություն։ Լեոնն է իսկական հայոց պատմության տարածողը։ Լեոյի միջոցով է ցանկացած Սիրել տվողը դուք ինչպես ասացիք, այն իր պատմությունը սիրել ցանկացած տվողը։ ընտանիքում Լեոյի գիրքը կար, Լեոյի աշխատությունը կար, այդ հայոց պատմության այդ հատորը։ Երկրորդ, երրորդ հատորները թեև ավարտված էին, բայց ինքը չհասցրեց դրանք տպագրել, տպագրվեցին շատ ուշ, Լեոյի մահից 20 տարի անց արդեն Հայաստանում խորհրդային հետպատերազմյան տարիներին 1946-47 թվականներին նորից եմ կրկնում, թեև դա հրատարակվեց 40-ական թվականներին, սակայն գրված էին մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ Լեոն չհասցրեց գրել հաջորդ հատորները, թեև մենք ունենք որոշակի ինֆորմացիա, որ այդ հատորների ինչ-որ մի մասը պատրաստ էր արդեն։ 1924 թվականին Հայաստանի կառավարությունը, այդ ժամանակ Հայաստանի շատ կարևոր տեր էր խաղում իր հայրենակիցը Աշոտ Հովհաննիսյանը, որ Հայաստանի կոնկուրսի կենտրոնի առաջին քարտուղարն էր, անձամբ իր հրավերով Ինչպես Շուշեցի։ Այո, եւ Շուշեցի որպես Թիֆլիսից տեղափոխվեց Երևան։ Լեոյի հետագա այն տարիները, որ մնացել էին ապրելու իրեն, 1932 թվականին նա մահացավ, ապրեց Երևանում։ Անմիջապես շրջապատվեց հոգատարությամբ։ Ընտրվեց գիտությունների ինստիտուտի անդամ, պրոֆեսորի կոչում ստացավ, նրան հրավիրեցին Երևանի Պետական համալսարանը դասավանդելու, եւ նա դասավանդում էր հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր էր, եւ հենց այդ ժամանակ է, որպես հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Լեոն շարադրեց հայոց պատմության մի շրջան 1801 թվականից Վրաստանի միացումից ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմները բերում հասնում են մինչև Թուրքմենչայ, մինչև Ադրբեջանապոլիս։ Այս շրջանը, սակայն համալսարանի հրատարակչությունը լուսնցայեց ձեռագրի իրավունքով, ապակետիպ, եւ Լեոն իհարկե չհասցրեց գրելու հայոց պատմության բոլոր շրջանները։ Բայց դրանով հանդերձ նաև առաջի բուհական դասագրքի հիմքը դրեց Լեոն։ Այո, հետագայում, երբ որ հայոց պատմության ամբիոնը սկսեց աշխատանքներ տանել բուհական դասագրքի ստեղծման ուղղությամբ, լայնորեն եւ այդ ապակետիպը եւ նախորդ արդեն
1917-ին լույս տեսածը, հետո 1946-47 թվականներին լույս տեսած հատորները օգտագործվել են։ Մի հանգամանք, որը քիչ ծանոթ հանգամանք է, շեշտեմ, շատ են հայտնի չի։ Աշոտ Հովհաննիսյանը եղավ նաև կազմակերպիչը նոր հասարակարգ է, նոր գաղափարախոսություն է, հայոց պատմության առարկայի ծրագրերի ստեղծման, հայոց պատմության պարբերացման նոր սկզբունքների ստեղծման։ Լեոն, այսպես երիտասարդական ավյունով նկատենք, որ արդեն 60 մարդ էր, ներգրավեց այդ աշխատանքների մեջ, ներգրավեց եւ բավականին աշխատանք կատարեց այդ ուղղությամբ։ Պարոն Հովհաննիսյան, հավանաբար հենց հայոց պատմությունն է նկատի ունեցել ռուս գրող Անդրեյ Բիտովը, եւ որ շատ դիպուկ նկատել է Հայաստանում չկար մի տուն, որտեղ ես չտեսնեի այդ հաստափոր գիրքը, որի կազմին կար 3 տար Լեո։ Բայց ցավոք տասնամյակներ անցել են եւ եթե նախկինում բոլորը մեր հայրենակիցների իրենց պարտքն են համարում տներում ունենալ եւ կարդալ Լեոյի հատորը հայոց պատմությունը, ժամանակի ընթացքում հանգամանքների բերումով կարծես թե մոռացության մատնվեց, հուսանք նորից Լեոյի նկատմամբ այդ հետաքրքրությունը կզարթնի։ Ընդհանրապես մեր պատմաբանների եւ ոչ միայն մեր պատմաբանների աշխատությունները դժվար է կարդալ, բարդ են, ակադեմիական են, լեզուն եւ ոճը, շարադրանքը եւ այլն։ Եվ այդ առումով էլ Լեոն բոլորից առանձնանում է, արդեն նշեցիք նա գրող լինելը նաեւ օգտակար եղավ, Լեոյի լեզուն եւ ոճը նաեւ դա նպաստեց, որպեսզի ժողովուրդը սիրի նրա իր պատմությունը եւ կարդա գրքերը։ Եվ Լեոյի գրքերը ի տարբերություն շատ պատմաբանների ընթերցելուց մարդ ուղղակի հաճույք է ստանում։ Անշուշտ։ Գիտեք, նաեւ դրան հավելենք նաեւ որ Լեոյի բոլոր աշխատությունները, այդ թվում իհարկե առաջին հերթին պատմությունը, դուք արդեն նշեցիք նրա դաստիարակիչ որպես ուսուցիչ Ռաֆուն եւ Գրիգոր Արծրուն, բայց Լեոյի բոլոր աշխատություններում Կարմիր թելի պես ասում է նաեւ հայրենասիրությունը։ Գիտեք, ես այնքան էլ համամիտ չեմ, որ ճիշտ է, հիմա գիրքը, ինչպես ասում են, մոդայիկ չի, այնքան էլ մոդայիկ չի, բայց Լեոն բացառություն է կազմում, էլի այն ընտանիքները, որտեղ որ ինչ-որ ձևով գիր կա, Լեոն չեն հեռացրել իրենց ընտանիքներից, Լեոյի նկատմամբ այդ պաշտամունքը շարունակվում է, ես հետևում եմ գրականությանը, հատկապես անցուղիներում, մետրոյի փողոցային այդ անցումներում միշտ ուշադրություն դարձնում են։ Լեոն շատ քիչ է պատահում, հազվադեպ է պատահում։ Այսինքն մարդիկ չեն ուզում Լեոյից բաժանվել, Լեոն մեզ հետ է։ Նաև կարող ենք ասել, որ Լեոյի աշխատությունների դաստիարակչական, հայրենասիրական այդ դաստիարակության դերակատարությունը, նշանակությունը մինչև այժմ էլ կա։ Այո, դրա հարատակություն, անհրաժեշտությունը զգացվում է։ Գիտեք, Լեոյի աշխատանքներից հետո շատ պատմագիտություն առաջ է գնացել։ Ճիշտ է, Լեոյի աշխատությունների, հատկապես հայոց պատմության, ես կարծում եմ, թե նրա մշակութային արժեքը, նրա դերը, նշանակությունը հայերիս ազգային գիտակցությունը զարգացնելու, բորբոքելու ուղղությամբ դա կարևոր է, բայց ասենք Լեոյի կողքին դրված ակադեմիական հատորները եւ հին 8 հատորակ եւ հիմա Նրանց նշանակությունը դերակատարությունը ուրիշ է։ Այո, գիտականությունը, ատոնցի հատորները արդեն 7-րդ հատորն է լույս տեսել եւ այլ պատմաբանների։ Բայց գիտեք, ատոնցին կամ այլ հատորներ կարդալը իրոք որ շատ ավելի դյուրամարս չի, շատ ավելի հասկանալի չի։ Լեոն կես նախադասությունից հասկացում է, սիրում ես, ինքը այնքան տիպիկ է օգտագործում նախադասությունները։ Մենք այսօր չունենք մի ուրիշ պատմաբան, հանգուցյալ իմ բարեկամներից մեկը շատ նշանավոր պատմաբան գրող Բակրատ Ուլուբաբյանը փորձում էր այդ ոճով գրել, ինչ-որ բաներ ստացվում էր նազրուցարանը եւ մյուսները։ Բայց էլի Լեոն մնում է Լեո եզակի մեր ընդհանուր պատմագիտության մեջ։ Ու ինչքան էլ զարգանա պատմագիտությունը, խորին համոզմամբ, ինչքան էլ առաջ գնա, պետք է գնա բնականաբար այդպես է, նոր աղբյուրներ եւ այլն։ Բայց Լեոն, նրա աշխատանքները, հատկապես հայոց պատմությունները կմնան ամենասիրելի եւ ամենափնտրվածները։ Լեոն ունի նաեւ չափազանց ուրիշ մի վտանգավոր կապարիսպուն իմաստով հատկանիշ, որ
դժվար է նրան չհավատալը։ Արդեն դժվար է նրա հետ չհամաձայնվելը։ Վտանգավոր շագերտների մեջ։ Բնականաբար վտանգավոր։ Հետո կարծեմ թե այս կապակցությամբ պետք է շեշտվի նաև այն հանգամանքը, որ մենք երկու Լեո պիտի տարաբաժանենք իրարից, երկու պատմաբան, երկու Լեո, երկու պատմաբան Լեո։ Այն իմաստով, որ այն ինչ գրել է Լեոն մինչև 1920 թվականը, մինչև խորհրդային կարգերի միջխորհրդային եւ խորհրդային շրջան։ Այո, դրանք տարբեր Լեոններ են։ Մեզ համար շատ ավելի թանկ է չափազանց այն Լեոն, որը մինչև խորհրդային շրջանն է ստեղծագործել այդ հայոց պատմություններ գրող Լեոն։ Եվ ոչ թե թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը կազմում այդ մասին խոսքը գնա։ Եվ այդ առումով անընդունել այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում հենց այդ ձեր նշած եւ մյուս աշխատություններն են վերհատարակվում, իհարկե ողջունելով հանդերձ Լեոյի վերհատարակությունը, սակայն նրա հայագիտական վաստակը կարծես թե նորից ստվերվում է։ Չէ, բացի, ուղղակի գիտեք, հիմա գիրքը նաև բիզնես է։ Նկատի ունեմ Լեոյին քաղաքական շահարկումների առարկա պետք չէ դարձնել։ Չէ, այդ գրքերը, որ վերահրատարակվում են, հրատարակիչները որպես կանոն, դա նայում են որպես, գիտեք, ասենք, վաճառքի եկամուտի, այո, մերկանտիլ վերաբերմունք կա, երբ որ վերահրատարակում են գրքեր, մտածում են նախ եւ առաջ, դա կվաճառվի թե չէ։ Հնչում է թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը։ Վերջերս ինձ առաջարկ է արվել նայելու, խմբագրելու Խոջայական կապիտալը, փայլուն աշխատություն է, բայց նրա գաղափարական ուղղվածությունը, նրա պատմագիտական ուղղվածությունը այսօր մեզ համար շատ ընդունելի չեն եւ կարելի ասել նաեւ խորտ են, որովհետեւ այն ինչ փորձեց անել Լեոն 60 տարեկան հասակում, այն ամենը ինչ որ ինքը արեց, դա իր անցած 40 տարիների աշխատանքների մերժում էր նշանակում։ Ավելի մանրամասն ասելու համար պնդեմ, որ Լեոն փորձեց պատմությունը շարադրել նոր հասարակարգից կողմից պարտադրված սկզբունքներով, այսինքն դասակարգային պայքար, դասակարգային հակամարտություններ, մատերիալիզմ։ Լեոն մարքսիստ չդարձավ, չէր էլ կարող դառնալ, բնականաբար, բայց ինքը շատ էր ճանկտապում այդպես լինել։ Իսկ մարքսիստ դառնալու համար պիտի հայոյել եւ պիտի մերժել ցարական Ռուսաստանը, որպես այդպիսի երևույթ։ Այն մարդկանց նաեւ հայրականության մեջ, որ կապված էին այդ երկրի հետ։ Ռուսաստանի միացման երևույթը Հայաստանի, Ռուսաստանի միանալու, Ռուսաստանի կողմից Հայաստանի նվաճման գնահատականները նադարի փոխում է եւ ոչ ճիշտ քաղաքական եւ պատմական գնահատականներ է տալիս։ Հասկանալի է, ցանկանում էր ինքը նոր հասարակարգին, նոր ընթերցողներին, նոր հասարակարգին հարիր գաղափարաբանությամբ շարադրել, բայց ասեմ ձեզ, թեև դա վարչակարգը ողջունում էր, բայց որպես պատմաբան չստացվեց։ Շնորհակալություն։ Պարոն Հովհաննիսյան, եւս մեկ անգամ շնորհակալություն ձեզ հաղորդմանը մասնակցելու եւ մեր հայրենակիցներին, մեր Շուշեցի անվանի հայրենակցի Լեոյի վաստակը ներկայացնելու համար։ Հարգելի բարեկամներ, առաջներտի խոսքը սակայն քիչ էր ժամանակը Լեոյի համար։ Այսքանով բավարարվենք։ Հարգելի բարեկամներ, հասկանալի է, որ մեկ հաղորդման շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել այնպիսի հսկայի, ինչպիսին Լեոնն է, եւ այդ առումով խոսքս ուզում եմ առաջներտին ուղղել մեր երիտասարդներին, սիրելի երիտասարդներ, անպայման ձեր պարտքը համարեք ծանոթանալ Լեոյի հայոց պատմությանը, դրանով դուք կսիրեք, կճանաչեք ձեր ժողովրդի անցյալը, պատմությունը, կհպարտանաք եւ իհարկե կստանաք ամենակարևորը Լեոյից՝ հայրենասիրական դաստիարակություն։ Հարգելի բարեկամներ, Հայրենիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր մեր անվանի հայրենակից Շուշեցի պատմաբան Լեոյին Առաքել Բաբախանյանին, առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։